Ողջույն, 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան, շնորհակալ եմ մեզ լույս կալվելու համար։ Խոսենք ավագանու արտահերթ ընտրություններից, որոնք տեղի ունեցան Գյումրիում եւ Փարաքարում, ինչի մասին է վկայում արդյունքները։ Ես նախ ուզում եմ ողջունել մեր հայրենակիցներին եւ Փարաքարում եւ Գյումրիում, իհարկե առանց խառնվելու նրանց ընտրական գործերին, բայց իմ կարծիքով սա ցույց է տալիս, որ հույս կա, որ կարելի է ազատվել այս իշխանություններից եւ կարելի է համախմբել, եթե դուք համախմբեք ընդդիմությունը եւ առաջնորդ լինի, ճիշտ առաջնորդ, ճիշտ մարդ լինի, մարդիկ իր հետևից կգնան եւ այդ ստերը այլևս չեն աշխատում։ Անընդհատ այդ թալանի մասին խոսելը այլևս չի աշխատում, նախկիններով վախացնելը չի աշխատում եւ այդ սուտ խաղաղություն խոստանալը հենց հիմա, հենց այսօր տեսնում ենք, որ չի աշխատում, որտեվ կրակում են մեր գյուղերի վրա, այսինքն այդ բոլոր խոստումները դարավ ստացվեց սուտ։ Այսինքն վստահությունը նվազել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանդեպ։ Դե նայեք թվերին նայեք, անգամ լույսը անջատելուց հետո, այդ խախտումներից հետո, որքանով ես հասկանում եմ, հա, ես մեդիայից եմ նայել, այդ ցուցակներով ման գալը, ներկաբացականելը, մարդկանց գնալ բերելը, մեքենայով բերելը քվեարկելու համար, որը ես տեսել եմ, որքանով ես եմ տեսել մեդիայի բաներից, աղբյուրներից, եւ այդ շատ հետաքրքիր է, որ որոշ պահին լույսը անջատվում է։ Գյումրիում։ Հա, որ երևի ավելի հեշտ է մթության մեջ քննարկելը, քվեարկելը, հետաքրքիր է։ Եվ առաջի անգամը չի սա, անգամ դրանից հետո տեսնում ենք, որ մեծամասնություն չունեցան։ Եվ հետո այնտեղ նաև անձի բանն է, գործոնն է, շատ հնարավոր է, որ այդ անձինք իրենց համայնքում ինչ որ հեղինակություն ունեն, ես որևէ անձնական խնդրեմ չունեմ ոչ մեկի հետ։ Բայց այդ պլատֆորմը, այս քաղաքական ուժը արդեն չի հաղթում։ Դա լավ է, այսինքն մարդիկ զարթնում են։ Չզարթնելը դժվար կլիներ այսքան պարտություններից հետո, այսքան ստորացումից հետո, այսօր էլի մեզ վիրավորեցին եւ մեր ղեկավարին վիրավորեցին, տեսակ այդ պատին ծեփելը մենակ մեր հետ է աշխատում, արտաքին ուժերի հետ չի աշխատում, ես անընդհատ վիրավորում են, ոչ մի պատասխան չկա։ Եվ այս խմբի ներկայացուցիչներից մեկը նույնպես ասաց, որ մենք առաջարկում ենք սա եւ սա անել, գնալ դեպի խաղաղության, իրեն պոպուլիստ անվարեցին, էլի պատասխան չկա։ Ես ոչ մեկին վիրավորել չեմ ուզում, դա սխալ է մարդու վիրավորել, բայց դուք տեսնում եք, որ դուք ամեն անգամ ծնկի եք գալի, ձեզ ամեն անգամ վիրավորում են, ձեզ են վիրավորում, մեր թշնամիները, դուք չեք տեսնում, որ չի աշխատում սա։ Դուք ինչքան ստորանում եք, այնքան ձեր վրա ծիծաղում են եւ իրենց պահանջները, իրենց ախորժակը աճում է։ Այսօր որ Գյումրիում Գյումրիում Սյունիքում որ այդ կրակոցները արդեն որ 3-րդ օրն է, 10-րդ օրն է կարծեմ, եւ հիմա արդեն օդ չեն կրակում, շենքերի վրա են կրակում։ Այսինքն այդ կրակոցները մարդիկ թող լավ լսեն, որտեղ այս կրակոցները հետևանք են իրենց քվեարկության, որոնց որ նրանք հետ բերեցին այս խումբը։ Իսկ այս խումբը նրանցին չէր խոստանում, խաղաղության, դարաշրջան խաղաղության, խաչմերուկ, ապագա կա, այդ լոզունգները հիշում եք։ Ասում են մեզ ժամանակ տվեք, որպեսզի մենք խաղաղություն հաստատենք։ Հա, բայց ինչքան ժամանակ տալիս ենք, այնքան ավելի վատ է դառնում իրավիճակը։ Այսքան բանը զիջելուց հետո ով էր ասում Ղարաբաղը հանձնենք, լավ ապրենք։ Եվ շատ տգեղ է մենակ մի բան այդ թեզը, որ Ղարաբաղը տհաճ տեղ էր, լավ տեղ չէր, ոչ ոք չէր ուզում, գնան այնտեղ ծառայել։ Ծարիկ Մինասյանն էր ասում Գյումրիի տեխնացում ԿՊ-ի։ Ես իրեն չեմ ճանաչում, բայց չարժեր էր այդպիսի բան ասել, քանի որ նախ շատ գյումրեցիներ գնացել եւ զոհվել են այնտեղ եւ շատ գյումրեցիներ գնացել կռվել են, որոշ մարդիկ անգամ գերի են ընկել, այսինքն մի քիչ անհարգալից է իրենց նկատմամբ, դա անհարգալից է։ Եվ բացի այդ մարդիկ չեն ուզեցել միգուցե իրենց երեխաները գնան Արցախ, որովհետեւ անընդհատ լարվածություն էր, սահմանին կրակոցներ եւ վախ էր, բայց ներկայացնել, որ Ղարաբաղը վատ տեղ էր, դրա համար չէին ուզում գնալ, սա ուղղակի իրականությանը չի համապատասխանում։ Եվ այո, դե իհարկե մարդիկ չէին ուզենա, հա, որ վտանգված լինեն իրենց որդիները, դա հասկանալի է, բայց խնդրեմը այն է, երբ որ դուք ձեր հայրենիքի մի մասը, ձեր ժողովրդի մի մասը հանձնում եք, հետո ձեր հերթն է գալիս։ 1918 թվականին նույն ձևով երևի մարդիկ ասում էին, որ Ղարսը լավ տեղ չի, այնտեղ գնալ պետք չի, Ղարսը պետք է հանձնել, հանձնեցին։ Եվ հետո կարծեմ մի քանի շաբաթ հետո թուրքական զորքը, թուրքերի զորքը մտավ հենց Լենինական, հենց այն ժամանակ Ալեքսանդրոպոլ էր, հիմա Գյումրի, եւ գյումրեցիներին տանում էին եւ կոտորում էին մոտակա ձորերում, Ջարդի ձորը կա, չէ՞ այնտեղ։ Այսինքն չի աշխատում այդ թեզը։ Եթե ձեր թշնամին անընդհատ նույն բանն է անում, անընդհատ ձեզ փորձում է կամ նվաճել, կամ ջարդել, կամ կոտորել եւ մաս-մաս պարակտելով ձեզ ոչնչացնում է։ Դուք տեսնում եք եւ Արևմտյան Հայաստանում դա արվեց, եւ Կիլիկիայում դա արվեց, հիմա Ղարաբաղում արվեց, Թուրքիայի եւ Իսրայելի օգնությամբ,
Հիմա Սյունիքում հերթը հասավ Սյունիքին, այսինքն այլ մարդիկ, ովքեր ասում են Ղարաբաղը պետք է հանձնել եւ լավ ապրել, հիմա իրենց տան վրա են կրակում Սյունիքում։ Թող լավ լսեն այդ կրակոցները, գուցե հիմա զարթնեն եւ այդ ասֆալտից մի քիչ ուշադրությունը շեղեն։ Իսկ Սյունիքում իսկապես ինչ վտանգ եք դուք տեսնում, այն ինչ որ կատարվում է, կարող է զարգացումներ լինել եւ որ դեպքում այդ զարգացումները կլինեն, այսինքն ինչ նպատակ ունի այս գործողությունները, կարծում եք, պայմանագիրը չկնքելու համար են անում, հավելյալ լարվածություն են ուզում ձևավորել, ինչ խնդիր են դրել իրենց առջև։ Սա ճնշում է իհարկե, հոգեբանական ճնշում, քաղաքական ճնշում, ստիպել որ մենք ենթարկվենք, որ մենք կատարենք բոլոր պայմանները, այս պայմանների ցուցակը գիտեք երկար է, 300,000 ադրբեջանցի պետք է գա Հայաստան, եթե նրանք կան, դուք պատկերացրեք կրակոցները որտեղ են լինելու, եթե հիմա են կրակում մեր գյուղերի վրա, եթե այնտեղ ադրբեջանական գյուղեր լինեն արդեն Հայաստանի տարածքում, որտեղ են կրակելու այնտեղից, ինչպես եք կարծում, մտածեք, դա ճնշում է եւ հնարավոր է, որ եթե այստեղ մեծ պատերազմ սկսվի տարածաշրջանում, որի մասին մենք մի քանի տարի ձեր մոտ խոսացել ենք, որ Իրանին փորձելու են ներքաշել պատերազմի մեջ, որովհետև դա Իսրայելի լոբիի շահերին է համապատասխանում, իսկ Իսրայելի լոբին Վաշինգտոնի տերն է, նրանք են ղեկավարում Միացյալ Նահանգները։ Եվ եթե այստեղ սկսվի մեծ ռեգիոնալ պատերազմ եւ միտումներ կան, արդեն հարձակումներ կան Եմենի վրա, Միացյալ Նահանգները հարձակում է Եմենի վրա, միակ պետությունն է, որը փորձում է զսպել եւ թույլ չտալ, որ պաղեստինցիներին բնաջնջեն, գիտեք, որ 50,000-ից արդեն անցել է զոհերի թիվը, հիմա հարձակում են Եմենի վրա։ Եմենը սերտ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Այսինքն հաջորդը շատ հնարավոր է որ լինելու է Իրանը։ Տրամպը արդեն բացեիբաց սպառնացել է, ասել է, եթե դուք չենթարկվեք, մենք այնպիսի ձևով ձեզ կռմբակոծենք, որ դուք չեք էլ տեսել, չեք պատկերացնում ինչ կլինի ձեր հետ, այսինքն սպառնալիքները հնչեցրել է, հնարավոր է որ ինչ որ օդային հարձակումներ սկսվեն։ Դա կստեղծի մի այնպիսի կոնտեքստ, երբ մեր մասին ոչ ոք չի մտածում, այնպես էլ չեն մտածում, բայց ընդհանրապես մեզ ոչ ոք չի նկատի, եւ դա հնարավորություն կտա Ադրբեջանին, Թուրքիային գուցե անցնել ագրեսիվ գործողությունների Սյունիքում։ Եվ նույն ձևով ինչ որ այսօր որով այսօր Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ներողություն է խնդրում, որ ասել են, որ Արցախում հայեր էին ապրում, այդ նույն ձևով ներողություն կխնդրեն Սյունիքի համար, որ ասեն Սյունիքում հայեր էին ապրել, մենք ներողություն ենք խնդրում։ Իսկ Թուրքիայում ընթացող զարգացումները ինչի մասին են խոսում եւ ինչ ընթաց կարող է ստանալ, կարծում եք։ Գիտեք, Թուրքիայի ներքին քաղաքականությունով ես չեմ զբաղվում, մեր մոտ մասնագետներ կան, կարող են դες պատմել, ես տեսնում եմ ռեպրեսիաներ։ Ես որքանով հասկանում եմ այնտեղ ռեպրեսիաներ են տեղի ունենում, տեսեք որ ոչ ոք Եվրոպայից չի անհանգստանում առանձնապես, ոչ մի սանկցիաների մասին խոսակցություն չկա, կարծեմ 1,500 մարդ է ձերբակալվել, եթե ոչ ավել։ Իդեպ դրանից առաջ Թուրքիան գրավում է Սիրիան, որևէ նկատողություն չկա, տերորիստին բերում են իշխանության, մի մարդ որի ձեռով գլուխ է կտրել, մարդկանց սիրտ է հանել։ Այդ տերորիստին հանգիստ ընդունում է Եվրոպան, Ամերիկան, բերում է իշխանության, 3 օրում 10,000 ալավի են սպանում։ Սա Թուրքիայի հովանավորության տակ ոչ մի նկատողություն, դատարկ դատապարտություններ, ոչ մի գործողություն եւ այս տերորիստին տանում են Եվրոպա կոնֆերանսի։ Եվ դրանից հետո մեր մոտ այս Եվրոակոմբի անդամները մեզ համոզում են, որ կա արևմուտք, քաղաքակիրթ արևմուտք, կան միջազգային նորմեր, միջազգային հանրություն, տերորիստին տանում են Եվրոպա, ընդունում են, ասել եմ, տարել են գեղեցկության սալոն, դարձրել են դեմոկրատական տերորիստ, 10,000 մարդ մորթվում է, երեխաները, դուք տեսել եք այդ կադրերը, երեխաների մարմինները, կանանց մարմինները, Եվրոպայի, Ամերիկայի, Թուրքիայի օգնությամբ, եւ դա ինձ չի խանգարում, տանում են Եվրոպայում, շատ լավ ընդունում են, գալիս են ձեռ են սխմում, ավելի պաշտոնական ձևով ընդունեցին այդ տերորիստին Ջալանիին, քան մեր ղեկավարին Վաշինգտոնում, սրանից ավելի խայտարակ նվաստացուցիչ բան ես չեմ կարող պատկերացնել։ Իսկ իշխանապողություն կարծում եք Թուրքիայում կարող է լինել եւ այն այսպես հույսերը կամ ողջավորությունը, որ այո, հնարավոր է իշխանապողություն լինել եւ այդ ժամանակ նոր հնարավորություններ կստեղծվի, արդյոք Թուրքիայի քաղաքականությունը փոխվելու է, եթե անգամ այնտեղ իշխանապողություն լինի, կոնկրետ Հայաստանի հետ կապված եւ այն թուրանական մեծ ծրագրի, որ իրենք ունեն։ Նախ իհարկե ես թուրքագետ չեմ, այստեղ մասնագետներ կան, ավելի լավ կպատասխանեն։ Իմ կարծիքով Էրդողանային մարդը չի, որ թույլ տա իրենց մոտ քայլանեն մերժեն Էրդողանին, երևի այդպիսի բան նա թույլ չի տա, անգամ եթե դա տեղի ունենա, Թուրքիայի քաղաքականությունը այստեղ չի փոխվել 150 տարի, Թուրքիան կառուցում է իր պետությունը, իր նոր Օսմանյան կայսրությունը, բոլորը դրա մասին գիտեն, մենք ինչպես միշտ թուրքերին խանգարում ենք, 150 տարի առաջ նրանք սկսեցին բնաջնջել արևմտյան Հայաստանը, արևմտահայերին, դրանից հետո անցան Կիլիկիային, որի կարիքը նրանք չունեն, դա ռազմական անհրաժեշտություն չէր, նրանք արևմտյան Հայաստանը կարող էին դեռ արդարացնել, իհարկե դա ճշմարտությունը չէր, արդարացնել առաջին համաշխարհային պատերազմով։
բայց Կիլիկիայի ջարդերը պատերազմից հետո էին եղել, այսինքն նրանց նպատակը հայերին բնաջնջելն է։ Կիլիկիայի 100,000-ավոր մարդիկ բնաջնջվեցին Կիլիկիայում։ Դրանից հետո անցան Ղարաբաղի, այսինքն չի փոխվում նրանց ձեռագիրը չի փոխվում, իրենց պլանները չեն փոխվում մեր նկատմամբ։ Իսկ մեզ այստեղ քարոզում են երևի հենց իրանց փողով, երևի Թուրքիայի եւ Արևմուտքի փողով։ Քարոզում են, որ մենք պետք է հանձնենք Ղարաբաղը, վաղ կսկսեն քարոզել, որ Սյունիքն էլ Հայաստան չի, պատմական Հայաստան է, դա էլ պետք է հանձնվի։ Այսինքն մեզ տանում են դեպի Հայաստանի Հանրապետության ապա մոնտաժում։ Հիմա այս իրավիճակում, երբ Ադրբեջանը հրաժարվում է պայմանագիրը ստորագրել, դուք կարծում եք Թուրքիայի ներգրավվածությունը կա, թե ոչ այս հարցում, եւ առհասարակ հիմա ինչ պետք է անի Հայաստանը, որովհետեւ եթե կարծում են թե խաղաղության այդ համաձայնագրով վերջապես կարող է խաղաղություն հաստատվել, հիմա նրանք չեն ստորագրում դա։ Եվ պահանջները ավելանում են։ Ոչ մի տեղից մենք չենք տեսնում աջակցություն կամ գոնե զսպող հայտարարություն, որ ինչու եք նման հայտարարություններ անում, պահանջներ ներկայացնում Հայաստանին։ Հիմա իրենք ասում, լավ, մենք ինչ անենք, որ մեղավոր կամ սխալ դուրս չգանք։ Գնաք, դուք պետք է գնաք։ Հենց որ դուք գնաք, մենք կարողանանք վերադառնալ նորմալ արտաքին քաղաքականությանը։ Բայց Թուրքիան կփոխի իր պահանջները կամ Ադրբեջանը։ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց ցանկությունները չեն փոխի, բայց մենք կարող ենք փոխել մեր արտաքին քաղաքականությունը եւ զսպել նրանց։ Այս խմբի 7 տարի առաջ գալը բոլոր այդ խոստումները, սուտ խոստումները, որոնք մեր տրվեցին, բոլորը սուտ դուրս եկան, իրենց խոստումները ինչու՞ն էին, որ մենք նախ խաղաղ ձևով կլուծենք Ղարաբաղի հարցը, ձեզ հետ դա կքննարկենք բոլորի առը, դա էլ սուտ դուրս եկավ։ Դեռ չասենք պատերազմը չկանգնեցնել է 5000 տղա վարի տալը, սպանել տալը եւ այլն, նոյեմբերի 9-ի պայմանագրից դուրս գալ, այդ ամեն ինչը սխալը սխալի վրա։ Դժվար է պատկերացնել, որ սա պատահական է։ Շատ հնարավոր է, որ նրանք ուղղակի հրահանգ են կատարում, այստեղ ենթարկել Հայաստանը, ենթարկել Թուրքիային եւ ռուսներին դուրս հանել, ինչպես Ղարաբաղը ոչնչացրեցին հենց նույն պատճառով։ Հիմա այստեղ կարող է սկսվել մեծ ռեգիոնալ պատերազմ, արդեն փաստորեն պատերազմը գնում է Լիբանանում, Եմենում, Սիրիայում, ջարդեր են տեղի ունենում, հնարավոր է ինչ-որ ձևով ընդգրկվի Իրաքը, Եգիպտոսը, հնարավոր է արդեն Իսրայելի եւ Թուրքիայի մեջ ինչ-որ լարվածություն ենք տեսնում, ինչ-որ հայտարարություններ, մեծ պատերազմ կարող է սկսվել եւ մենք որևէ միջոցներ չունենք մեր անվտանգությունը ապահովելու եւ դրանից կարող է օգտվել մեր թշնամին։ Մեր բոլոր 7 տարվա այդ հիմար քարոզը, այդ բոլոր հեքիաթները, այդ եվրոտիկնիկների կողմից, որ մեզ Եվրոպան կպաշտպանի, մեզ երաշխավորի մեր տարածքային ամբողջականությունը, եվրոդիտորդները մեզ կպաշտպանեն, մի զանգով Ադրբեջանը կկանգնեցնեն, ՆԱՏՕ-ի բազա կլինի, մենք կդառնանք Եվրոպայի անդամ, այդ բոլորը դուրս եկավ սուտ։ Նայեք Ուկրաինայի օրինակին, ինչպես ուկրաինացիներին խաբեցին եւ գցեցին։ Եվ այսօր Տրամպը նորից ասեց. ոչ մի ՆԱՏՕ ձեզ համար չի լինի։ Այսինքն 3 տարի առաջ դուք այս ժողովրդին խոստանում եք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, այս ժողովուրդը սկսում է այս կործանարար պատերազմը, դե Ռուսաստանն է սկսում, այո, ներխուժում է Ուկրաինա, որը ես իհարկե չեմ ընդունում, բայց 3 տարի հետո 1 միլիոն մարդ սպանելուց հետո միայն ուկրաինական կողմից 10 միլիոն փախստական տալուց հետո 20%-ը ձեր տարածքի կորցնելուց հետո ավիրելուց հետո դուք ասում եք կներեք, բայց ամեն ինչը, որը մենք ձեզ խոստացել ենք, սուտ էր։ Դուք իզուր դա արեցիք։ Դրա համար էր Զելենսկին հավասարակշռությունը կորցրել Վաշինգտոնում եւ ես իրան հասկանում եմ։ Ես իր տեղ լինեի, ես էլ իմ հավասարակշռությունը կկորցնեի։ Դուք հիշեք նա ինչ վիճակում էր։ Դե իրեն խոստումներ էին տալիս, որոնք փաստորեն հիմա տեսնում է, որ չեն կատարում եւ ինքը մեծ կորուստներով պետք է դադարեցնի պատերազմը։ Եզրակացությունը ինչ է։ Նույն եզրակացությունն է, որը վրացիները արեցին 2008 թվին, որը մենք արեցինք 1920 թվականին, դրանից առաջ Բեռլինի կոնգրեսում, խոստումը մի բան է, գործողությունը մյուս բան է։ Մի հավատացեք խոստումներին։ Եթե այդ երկիրը ձեր հարևանը չէ եւ կենսական շահեր ձեր ռեգիոնում չունի, մի հավատացեք այդ խոստումներին։ Մենք այդ մի բանը չենք կարողանում հասկանալ, որովհետեւ մենք երեխայի պես հավատում ենք ամեն ինչին, այդ մեր չտեսությունը մենք չենք հաղթարում։ Ինչ որ մեզ Եվրոպա, քանի որ մենք սիրում ենք Արևմուտքը, որը հասկանալի է, մենք կարծում ենք, որ Արևմուտքը մեզ կպաշտպանի։ Այդ միակողմանի սերը մեզ անընդհատ խաբում է։ Ուկրաինացիներին տեսեք, մեզանից 10 անգամ ավելի եվրոպական ազգ են եւ 100 անգամ ավելի կարեւոր։ Խոշորագույն երկիրն է Եվրոպայում։ Ֆրանսիայից 2 անգամ մեծ, բնակչությունը մեզանից երևի 20 անգամ մեծ, հաշվելու ժամանակ չէ։ Շատ եւ շատ ավելի կարեւոր երկիր է, քան մենք։ Ուկրաինային խաբեցին։ Անկամ Ուկրաինայում, տեսեք, հիմա ասում են խաղապահ ուժեր կուղարկեն, հետո փոշմանում են ասում են չեն կուղարկի։ Բայց Եվրոպան կարծես թե աջակցություն ուզում է տրամադրել։ Աջակցություն ուզում է տրամադրել, այո, բայց կռվել Ուկրաինայի համար չի ուզում։ Պայքարը նրանք կշարունակեն որոշ ժամանակ, բայց նրանք Ամերիկան չեն կարող փոխարինել։ Նրանք այդ ռեսուրսները չունեն, որ փոխարինեն Միացյալ Նահանգները։ Նրանք որևէ խաղապահ ուժ այնտեղ չեն ուղարկի, որովհետեւ նրանք չեն ուզում զոհվել ուկրաինացիների համար։
Այո, որոշ կամավորներ գնացել են, ինստրուկտորներ գնացել են, բայց կանոնավոր ուժեր չեն ուղարկել Ուկրաինա, որտեղ նրանք չեն ուզում զոհվել ուկրաինացիների համար։ Ուկրաինացիները դա երևի չգիտեին 3 տարի առաջ, երբ որ նրանց բրդեցին, այս գնացքի տակ գցեցին, երևի չգիտեին դա։ Այդ եզրակացությունները մենք պետք է անենք։ Եվ մեր կողքը կա երկու հարևան, որոնք ուզում են միանան, ստեղծեն արևելյան Օսմանյան կայսրություն եւ որոնք արդեն 100 տարի առաջ բնաջնջել են մեր ժողովուրդը, այսինքն փորձը ունեն։ Եվ մենք դրանից էլ եզրակացություն չենք։ Այո, եզրակացություն չարում, նույնիսկ ասում են դա այլ թուրքեր էին, սելջուկ թուրքերն էին։ Այդպիսի հայտարարություններ անողներ էլ կան։ Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ներգրավվածություն է ունեցել եւ դա չի հերքել։ Այո, կազմակերպել է, հպարտացել է, դա սելջուկ թուրքերը չէին, Աստվածջան, ես չգիտեմ այդ մարդիկ 4-րդ դասարան գնացել են դպրոցում։ Սա Օսմանյան թուրքեր էին, դա չի նշանակում, որ բոլոր թուրքերը վատ մարդիկ են, դա չի նշանակում, բայց ցավոք սրտի Թուրքիայի կառավարությունը վերջի 100-150 տարվա ընթացքում մեծամասնությամբ նույն գիծն է վարում, հայերին հանել, ստեղծել մեծ Թուրքիա։ Մենք իրենց խանգարում ենք օբյեկտիվորեն, ուզենք թե չուզենք, մենք իրենց խանգարում ենք։ Սելջուկ թուրքեր, դա ես ուղղակի արդեն չգիտեմ ինչ կարան ասեն։ Այսինքն մենք պետք է եզրակացություններ քաղենք, հասկանանք, որ այստեղ կարող է մեծ պատերազմ լինել։ Եվ ով պետք է մեզ աջակցի այս հարցում։ Եթե մենք խանգարում ենք Թուրքիային, Ռուսաստանը, Իրանը կարող է բախում լինել, այո, Իրանի եւ Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել, հնարավոր է միանան նաեւ Թուրքիան, Ադրբեջանը, չնայած նրանք շատ խելացի են, շատ զգուշ են, եթե տեսնեն, որ Իրանը արդեն ընկնում է, գուցե միանան, եթե տեսնեն, որ Իրանը դիմադրում է, գուցե ոչ։ Իմիջիալից զգուշ եղեք, որովհետեւ եթե դա սկսվի, հարվածներ կլինեն Իրանի տարածքի դեմ, դա մեզանից հեռու չէ, հետո հակահարվածներ Իրանի կողմից, ամերիկյան բազաներին են հարվածելու, դրանից հետո Միացյալ Նահանգները ավելի կոշտ ձևով կպատասխանի, շատ հետաքրքիր բան կարող է այստեղ ստացվել։ Ինչ կարող ենք մենք անել, իմ կարծիքով Ռուսաստանը փորձելու է խաղաղ ձևով սա լուծել, որովհետև Իրանը ջախջախելը չի բխում Ռուսաստանի շահերից։ Իրանը այստեղ զսպում է արևմտյան ազդեցությունը։ Ռուսաստանը կփորձի իմ կարծիքով խաղաղ պայմանագիր, խաղաղության պայմանագիր ստորագրել, ինչ որ զիջումներ ստանալ Իրանից, միջուկային ծրագրի հարցերով եւ կօգնի Իրանին։ Անկամ եթե այդ բախումները լինեն, որոշ չափով Ռուսաստանը կօգնի։ Ուղղակիորեն չի բախվի Միացյալ Նահանգների հետ, բայց իհարկե արդեն զինատեսակներ տրամադրել է, ինստրուկտորներ կտրամադրել է եւ կշարունակի դա անել։ Եթե դա լինի, եթե կարողանան զսպեն Իսրայելը եւ Միացյալ Նահանգները, որոնք մի բան են պաստորեն մեր ռեգիոնում, մեր բնական դաշնակիցները դա Իրանն է եւ Ռուսաստանը։ Իրանը, Ռուսաստանը գուցե նաեւ պետք է ուրիշ երկրների հետ գործ ունենալ, այո, բայց մենք 7 տարի փոխանակ մեր ռեգիոնում դաշնակից գտնենք արաբական աշխարհում։ Դե որոշ ջանքեր արել են, այո, արդար լինենք, Հնդկաստանի հետ ինչ որ բաներ են, այո, պետք է արվի դա, բայց այդ եվրոհեքիաթները պետք է դնել մի կողմ, որ մենք կարողանանք ստապ մտածել։ Իդեպ Եվրադաշինքը շատ քիչ ձեն ստացավ Գյումրի ընտրությունների ժամանակ։ Դե խելոք մարդիկ են, որովհետև հա, իդեպ ասել են Գյումրին ավելի մոտ է Եվրոպային, չէ՞։ Եվ մեր ընկերները Arm Comedy-ից լավ կատակեցին ասին, դե Մեղրին էլ բան Ավստրալիային է ավելի մոտ։ Հա, դե սա ուղղակի արդեն մանկապարտեզ է։ Դե գյումրեցիները խելոք մարդիկ են, հա մեր գյումրեցիները լավ սահմանը տեսնում են։ Նրանք շատ ստապ են մտածում, որովհետև Ախուրյան գետը հեռու չի։ Պաստոր նախընտրեցին նախկին քաղաքապետին մարդով քրեական գործերով է տարբերանցնում, երբ այսպես խոսվում էին, որ Գյումրիի մեծ մասը իրեն է պատկանում, բայց նախընտրեցին այդ տեխնացուին։ Գիտեք, ես գյումրեցիների գործերին չեմ կարող խառնվել, դա իրենց սուվերեն քաղաքն է։ Իմ կարծիքով նրանք իրենց արդեն խոսքը ասեցին։ Դա իրենք պետք է որոշեն, բայց իմ համար ողջունելի է այն, որ մերժվեց այս քաղաքական ուժը, ոչ թե անձը, ես անձին չեմ ճանաչում, ոչ մի բան չունեմ իր հետ, դեմ չունեմ, բայց այս ուժը մերժվեց, որ ժողովուրդը ստապ է արդեն մտածում, արթնանում է, այլևս չի հավատում այս խոստումներին։ Իմ կարծիքով գուցե անգամ սա ենթադրություն է իհարկե, բայց եթե այդ անձը կապված չլիներ այս քաղաքական ուժի հետ, գուցե ուրիշ ձևով լիներ, գուցե ավելի դրական լիներ իր համար, չգիտեմ։ Դա իրենց գործն է, բայց իմ համար կարևոր այն է, որ մարդիկ արդեն ստապ են մտածում, արթնանում են, հասկանում են, որ այսքան տարիներ բոլոր այդ խոստումները դուրս եկան սուտ, եւ մենք գնալով ավելի վատ իրադարձության մեջ են գտնվում, գնում ենք դեպի մեծ պատերազմ եւ Հայաստանի կորուստ։ Իսկ փախստական դառնալը լավ բան չի։ Նայեք Ղարաբաղցիներին եւ սովորեք, դա լավ բան չի։ Իդեպ նրանց շատ վատ են վերաբերվում շատերը Հայաստանում այդ քարոզչության հետևանքով անգամ երեխաներին դպրոցներում ասում են դուք ինչու եք ստեղ եկել։
Պատկերացրեք, ինչ քարոզչական մեքենա է այստեղ աշխատել տարիներով եւ աշխատում է։ Իսկ ուր պետք է գնային։ Մնային այսինքն այնտեղ այդ տրամաբանությամբ։ Դե այդ ատելությունը կրվեիք։ Շատ ցավալի է, որ այդպիսի բաներ են ասվում։ Ես այն մենակ վիդեոն եմ հիշում, այդ խեղճ մարդիկ թաղում էին իրենց տղաներին, եղբայրներին, հայրերին, իմանալով, որ կարողա չվերադառնան իրենց գերեզմաններին։ Սարսափելի կադրեր են, ոնց կարելի է այդպիսի բան ասել։ Ես զարմանում եմ, որևէ ազգ աշխարհում այսպես չի վերաբերվել իր մասին, իր ժողովրդի մի մասին, որևէ ազգ պատմության մեջ այսպիսի բան չի արել։ Այս քարոզչությունը աշխատել է տարիներով։ Այդ բոլոր այդ գրանտակերները, որոնք մեզ տարիներով սովորացրել են, որ արաբացիները հայ չեն, նրանք են մեղավոր, որ մեր մոտ կոռուպցիա կա։ Տեսեք հիմա ինչ կոռուպցիա է եւ ղարաբաղցիներ չկան, չէ՞ այնտեղ։ Որևէ ուրիշ երկրում թույլ չէին տա, որ այսպիսի քարոզչական մեքենա աշխատեր։ Ոչ Թուրքիայում են թույլ տալիս, ոչ Ադրբեջանում, ոչ Վրաստանում, ոչ իհարկե Իրանում, ոչ ոչ Ամերիկայում, ոչ Ֆրանսիայում, ոչ Անգլիայում թույլ չեն տալիս, որ դուք արտասահմանից գրանտեր ստանաք եւ քարոզչություն ծավալեք ձեր ժողովրդի դեմ։ Եվ նպատակավորն է այս ամեն ինչի, արդարացնել գործողությունները, մեղավորանել իրենց, պարակտել, ինչի են հասնում դրանով առհասարակ։ Նրանով, որ մեզ անընդհատ մեր ուշադրությունը շեղում են, որ մենք չտեսնենք Հայաստանը ոնց են տանում դեպի կործանման, եւ անընդհատ արդարացնում են այս իշխանության քայլերը։ Այս իշխանությունը ինչ է անում։ Քայլ առ քայլ զիջում է, հետ է քաշվում եւ Հայաստանը տանում է դեպի կործանման։ Մեզ բացատրում են, թե ինչու է պետք հանձնել Արցախը, մեզ բացատրում են, թե ինչու դա մեր գործը չի, հիշում եք, չէ՞, ասացի մեր պատմության մեջ առաջի անգամ ժողովուրդը ասում է, մեր գործը չի, մեր ժողովրդի մի մասը այնտեղ ապրում է, որի համար մենք 12000 զոհ ենք տվել։ Դա հայեր չեն, թող ռուսները իրանցով զբաղվեն, որովհետեւ դա մեր գործը չի։ Այսպես պատմության մեջ չի եղել եւ մեզ դա սովորացնում են։ Այդ գրանտակերները, բոլոր կանալները, որը դուք շատ լավ գիտեք, եւ Civilnet, եւ Հմեկ, եւ չել չասեմ, Factor, A1+, չգիտեմ ինչ։ Այդ սա աշխատա օրը գիշեր մեզ սովորացնում են, որ ղարաբաղցիները հայ չեն։ Դուք պատկերացրեք Ուկրաինայում կամ Իսրայելում կամ Թուրքիայում ինչ որ մեկը սկսեր սովորացնել, որ Դոնբասի կամ Լուգանսկի ուկրաինացիները ուկրաինացի չեն, որ ասենք բանի Հեբրոնի հрьяաները հрья չեն։ Նրանք մի օրում այդ հարցը կլուծվեր։ Մի օրում։ Ես չեմ էլ ասում Թուրքիայում, եթե կասեն դուք վիրավորում եք թուրք ժողովուրդը, չէ՞։ Դուք դες բան լսել եք, որ Ադրբեջանում կամ Թուրքիայում, Վրաստանում, ուրիշ երկրում ասեն մեր ժողովրդի այս մասը մեր մասը չի։ Բայց այստեղ, գիտեք, բոլոր հասարակության մեջ բոլոր երկրներում կան դավաճաններ, ցավոք սրտի, բայց մեր մոտ շատ են։ Մենք շատ հեշտ ենք վաճառվում։ Այդ գրանտերը երևի շատ կամ մեծ գումարներ են, կամ ուղղակի մենք շատ հեշտ վաճառվող ենք։ Հիմա այս արդյունքները խոսում է համապետական ընտրությունների մասին, այսինքն դուք կարծում եք, իսկապես պետք է հույսեր ունենան ընդդիմությունը, որ այո, իշխանությունը կհեռացնեն քաղաքացիները։ Դե հույս կա, նայեք, թվերին նայեք, 18 թվին, երբ որ մեզ խաբեցին բոլորիս, ներառյալ ինձ, մի քանի օրով միայն, ինչքան էր 70% չէր իրանց բանը, չէ՞, աջակցությունը։ Հիմա փաստորեն ինչքան է 35, լույսը անջատելով ամեն ինչով 35։ Փարաքարում 57%-ի չափ մոտավոր ընդդիմադիր տեխնացուն հաղթանակ տարավ։ Ես մեծ հարգանքներս եմ ուզում հայտնել մեր փարաքարի հայրենակիցներին, հայ։ Այսինքն ժողովուրդը զարթնում է Երևանի ընտրությունները։ Բայց մի քանի համայնքով մենք կարող ենք ենթադրության գալ եւ մտածել, որ այո, դա ամբողջ ժողովրդի կամքն է, կարծում եք։ Նախ կա այդպիսի գիտություն, ստատիստիկա, հա։ Դե վարկանիշը ցույց է տալիս, որ ընկել է, բայց շարունակում է բարձր մնալ ընդդիմությունից։ Հարցումները, որոնք արվում են եւ հրապարակումներ են լինում, դա են վկայում։ Վիճակագրությունը։ Բայց դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Պրոբլեմը նրանք չեն։ Ժողովուրդը գիտի, որ սրանք ոչ բան այլևս չեն կարող անել։ Ժողովուրդը ուղղակի չի տեսնում այլ ընտրանք։ Եվ հիմա տեսեք Գյումրիում նրանք կարողացան համախմբվել եւ հաղթեցին։ Այսինքն նույն բանը պետք է արվի ուրիշ համայնքներում, ուրիշ քաղաքներում։ Պետք է ուղղակի համախմբել ընդդիմությունը եւ այնպիսի լիդերներ, այդպիսի առաջնորդներ առաջարկել, ում ժողովուրդը կընդունի։ Եթե դա արվի, հույս կա, իհարկե հույս կա։ Այսպիսի թվերը պատահական չեն, Գյումրին մեծ քաղաք է, Երևանը մեծ քաղաք է, Երևանում էլ նրանք բավականին ցածր թվեր ունեցան։ Վիճակագրության օրենքներով, այո, սա շատ բան է ասում, շատ եւ շատ բան է ասում։ Հիմա իշխանությունը ինչ վիճակում է, դուք կարծում եք, սա իրենց համար անակնկալ էր, կարծում են, որ այսպիսի ընթացք կունենա կամ այսքան մեծ թվով կլինի իրենց ձայների պակասը նվազագում։ Դժվար է ասել, բայց կարծում եմ նրանք հիմա ուրախ չեն, մեղմ ասած, իհարկե կդիմեն ռեպրեսիաների, կսկսեն ավելի կոշտ ձևով հարձակվել մարդկանց վրա, լրագրողների վրա, իդեպ դուք էլ եք համայնքներից մեկում։ Ես չեմ տեսել փառակարում ինչ եղել, բայց Գյումրիում հարձակվել են ժուրնալիստների վրա։
լրագրողների վրա կսկսեն մարդկանց վախեցնել, ռեպրեսիաների ենթարկել, իհարկե իրենց ոչն է դա, չնայած Թավշային 18 թվին, եւ կփորձեն իհարկե այդ նույն ձևով, եթե 16 թվին, եթե մենք հասնենք 16 թվի ընտրությունների ժամանակ, 26 թվականին նույն մեթոդները այդ լույս անջատելը, մեքենայով մարդ բերելը, ցուցակներով մտնելը, այդ խցիկների մեջ մտնելը եւ այն բոլոր խախտումները կշարունակեն։ Այսինքն ամեն ձևով իշխանությունը պետք է պահեն, խնդիրը դրված։ Դե իհարկե, որտեղ եթե նրանք իշխանություն չպահեն, նրանք այլևս իշխանություն չլինեն, մեծ երկար ցուցակ կա հարցերի։ Ինձ շատ հարցեր են տրվելու, այս ինչ արեցիք մեզ այդ 7 տարի։ Այս ոնց դուք մեզ սենց ստորացրեցիք, ջարդեցիք, կոտրեցիք, խաբեցիք։ Դուք կարծում եք ԿՊ-ի ներսում ինչ լուրջ խնդիրներ կան, որովհետև այսօր քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ ինքը մանդատը դնում է պատգամավորական, քանի որ իր համար անընդունելի է այդպիսի վարքագիծ եւ զղջում է իր վարքագծի համար, բայց նա մի ուշագրավ հայտարարություն է անում, որ իր համար միանշանակ է, որ կուսակցությունը կարիք ունի լրջագույն առողջացման, կերպափոխման։ Համաձայն եմ։ Այսինքն նույնիսկ իրենք ինչ խնդիրներ կա, որ նույնիսկ իրենք այդ մասին բարձրաձայնում են հրապարակային բոլորիա առջև։ Գիտեք, ես իմ կարծիքը կհայտնեմ, ես այդ մարդկանց չեմ ճանաչում։ Նախ այդ մարդուն մի քիչ բան չէ, արդար չէր ընկնել մի մարդու հետևից, թե ասենք մի քիչ շատ էր խմել այդ օրը, մի քիչ դա շահարկվեց իհարկե, դա ճիշտ չէ։ Ի վերջո, տեսակ բայց ի վերջո նրան չէր հաջողում հեռացնել այդտեղից։ Ինքն էր մնում, ասում էր հարցազրույց եմ տալիս։ Դե մեկը ես չեմ տեսել, բայց ի վերջո նա գործընկերներն ուզում էին իրեն հեռացնել, ասում էր թողեք ինձ, ես հարցազրույց պետք է տամ։ Դե մարդը ուզում էր հարցազրույց տալ, վերցնեք։ Ի վերջո նա իր բանը ընդունեց, նա տղամարդու պես իրան պահեց։ Ի տարբերություն որոշ ուրիշ մարդկանց, որոնք 7 տարի մեզ կործանեցին, 5000 տղա սպանել տվեցին, պատերազմ մի քանի պատերազմ պարտվեցին, բայց ներողություն չխնդրեցին, չհեռացան։ Այս մարդը գոնե պատիվ ունեցավ, տղամարդություն ունեցավ, ասել այո, մեղավոր եմ, ընդունեց եւ մանդատը դրեց։ Դա իրեն պատիվ է բերում։ Իսկ որ փոփոխությունների կարիք կա, այո, ես կարծում եմ, որ այո, ես հույսով եմ։ Առողջացման նույնիսկ ասում է կարիք կա։ Ես հույսով եմ, որ այս խմբի մեջ մարդիկ կան, որոնք ազնիվ են, իրենց հայրենիքը սիրում են, իրենց սիրտը ցավում է իրենց հայրենիքի համար, որոնք հղի կանանց չեն սպանում, շարունակում երթևեկել, մարդկանց ձեռները չեն բռնում, թքում իրանց երեսին։ Գուցե ուրիշ մարդիկ էլ կան այս խմբում։ Բայց նա ամեն դեպքում ասել է, որ ինքը ցանկանում է ինքն առաջադրվել եւ կուսակցության վարչության անդամ դառնալ։ Դե ես որևէ բան չեմ կարող ասել այդ բոլոր գաղափարախոսություն եւ քայլերը որևէ այսպես խնդիր չունի այդ մարդկանց հետ։ Դա իրենց հարցերն են։ Ես միայն կարող եմ ասել, որ հույս ունեմ, որ այնտեղ կան առողջ ուժեր, առողջ մարդիկ, ովքեր տեսնում են, որ որոշ ղեկավարներ պետք է փոխարինվեն։ Գոնե այդպես, բայց ես որևէ առնչություն չունեմ իրենց։ Եվ ամփոփելով զրույցը վերադառնանք նաև այդ խաղաղության պայմանագրին, ի վերջո կարծում եք կստորագրվի թե ոչ եւ ինչ է լինելու այս դեպքում։ Խաղաղության պայմանագիրը նախ չի ստորագրվի, որովհետեւ Հայաստանը անընդհատ մեզ ճնշում է, որ մենք ավելի եւ ավելի զիջումներ, կներեք, Ադրբեջանը մեզ ճնշում է, որ մենք զիջումների գնանք, իրենց ինչպես դուք էլ ասացիք, պահանջների ցուցակը գնալով երկարանում է եւ անգամ եթե այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, դա ոչ մի բան չի նշանակում։ Հենց որ այստեղ սկսվի լայնածավալ պատերազմ կամ մենք էլ ավելի թուլանանք, նրանք ուժով հարցերը կլուծեն, ինչ որ առիթ կգտնեն, կասեն դուք եք կրակում մեր վրա, ինչպես են հիմա արդարացնում իրենց կրակելը։ Տեսեք, քանի պայմանագիր է կնքվել վերջի մի քանի տարվա ընթացքում եւ խախտվել։ Սիրիայում կար Աստանայի պայմանագիրը, դա ոչինչ չէր, չնշանակեց, Մինսկ առաջի երկուսը հիշում եք, Ուկրաինայում մեր նոյեմբերի 9-ի պայմանագիրը հիշում եք, դա էլ ոչ մի բան չտվեց։ Այսինքն պայմանագիրը մեզ չի պաշտպանի, մեզ կպաշտպանի մեր դիվանագիտությունը, մեզ կպաշտպանի ճիշտ կոմպետենտ ղեկավարությունը, որը լուրջ իրեն պահի, որն ամեն օր չստորացնեն, ամեն օր չվիրավորեն, հետո որևէ պատասխան չլինի, մենակ Հայաստանի ներքին աուդիտորիայի համար ասում է պատով կտանք կծեփեմ, հետո մեր թշնամի պետության ղեկավարը անընդհատ վիրավորում է։ Մեր ղեկավարներին նրանք ոչ մի պատասխան չեն տալիս։ Մեզ նորմալ, կոմպետենտ, խելացի ղեկավարություն է պետք եւ նորմալ խելացի դիվանագիտություն։ Հիմա այս իշխանությանը չի հաջողվի Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնել, կարծում եք։ Շտկել այնինչ սխալ է եղել կամ քանդվել է, սուրանկյուններն ուղղել։ Դե նախ մենք 7 տարի զգուշացնում էինք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փչացնելով մենք օգնում ենք մեր թշնամուն։ Մենք Ռուսաստանում բրդում ենք դեպի, մղում ենք դեպի Անկարա եւ Բաքու, դե մենք հետևանքները տեսանք։ Նրանք այստեղ ներկայացնում են Արևմուտքի եւ Թուրքիայի շահերը։ Գուցե նրանք հիմա կփորձեն ինչ-որ ձևով ցույց տալ, որ ուզում են վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց առաջինը ես չեմ կարծում, որ դա անկեղծ է, քանի որ իրենց հրահանգները գալիս են Արևմուտքից եւ Թուրքիայից, եւ երկրորդը ռուսներն էլ հիմար չեն։ Նրանք այս 7 տարին շատ լավ հիշում են, նրանք այս մարդկանց էլ գիտեն, մինչեւ ուշխանության գալն էլ գիտեն, նրանք ինչով են զբաղվում, ինչ են ասում։ Նրանք դա անգամ եթե ընդունեն, կընդունեն որպես ձևականություն։
եւ ուղղակի ձևական ինչ-որ հարաբերություններ կհաստատեն։ Չեմ կարծում, որ հիմա, բայց գիտեք, ցավը այն է, որ մենք կարող ենք ուղղակի հավասարակշիռ քաղաքականություն ունենանք, ինչպես առաջի, երկրորդ, երրորդ նախագահներն են անում եւ լինել դաշնակից Ռուսաստանի եւ լավ հարաբերություններ արևմուտքի հետ, բայց իրենք ասում են պատերազմից հետո երբ ադրբեջանցիները եկան առաջ եւ այդ ամենը թույլատրվեց Ռուսաստանի կողմից, սա պատճառ դարձավ, որ մեր հարաբերությունները վատանա, երբ որ Լաչինի միջանցքը չարգելեցին եւ այլն։ Դա շատ վատ է, բայց դա հենց հետևանքներ սխալ քաղաքականության։ Նրանք տեղերով փոխում են, իրենց մոտ արդարացումների մինիստրությունը շատ լավ աշխատում է, ամեն անգամ ինչ-որ բան մտածում են։ Դա հետևանքներ այն հարաբերությունների, որը դուք տապալեցիք Ռուսաստանի հետ։ Երբ որ դուք վիրավորում եք Ռուսաստանի ղեկավարին, ամեն օր այստեղ հակառուսական պրոպագանդա է կատարվում։ Այո, իհարկե, հենց որ եկան իշխանության, դա սկսվեց։ Անընդհատ հարձակում եք ռուսախոսների վրա, ռուսական դպրոցների վրա, վիրավորում եք Պուտինին, չեք էլ լայած չեք անում դիմավորեք, ինչպես ուրիշներին եք դիմավորում, ձերբակալում եք ՀԱՊԿ-ի նախագահին։ Դրանից հետո դուք զարմանում եք, որ ռուսները ձեզ այնպես չեն օգնում, ինչպես կարող էին օգնել։ Իհարկե, շատ ցավալի էր դա տեսնել, բայց երբ որ մեր սեփական կառավարությունը այսպես էր պահում, ռուսներին մեղադրելը շատ դժվար է։ Մայիսին ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը գնալու է Մոսկվա եւ մասնակցելու է միջոցառմանը հաղթանակի։ Այո, դա լավ է, որ հիմա է հասկանում, բայց հիմա արդեն դա կդիտարկվի որպես ստիպված քայլ, այսինքն մենք փոխանակ լինենք արժանապատիվ դաշնակից, մենք ծնկերի վրա հետ գնացինք Մոսկվա, ավելի վատ եղավ, շատ ավելի վատ, քան առաջ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։